Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, 160-ի եթերում ռևյուն շարունակում է իր աշխատանքը։ Այսօր տաղավարում հյուրընկալել եմ Էրեբունի պատմահնագիտական արքելոս թանգարանի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու ուրարտագետ Միքայել Բադալյանին։ Բարև ձեզ, պարոն Բադալյան, շնորհակալ եմ մեր հրավերը չմերժելու համար։ Մեկ ամսից ավելի է 7-րդ դասարանի հայոց պատմության դասագրքի վերաբերյալ աղմուկը ուշացումով դպրոցում տաս դասագրքի վերաբերյալ աղմուկը չի դադարում։ Առանձին մասնագետներ առաջին հերթին դուք, կարծես թե դուք հենց սկսեցիք առաջինը բարձրաձայնել այն աղաղակող սխալների մասին, որ փաստերով նկատի ունեն փաստարկված, որ տեղ են գտել դասագրքում, մասնավորապես ձեր հետաքրքրությունների առարկա ուրարտական դարաշրջանի վերաբերող ժամանակաշրջանի։ Մենք խոսենք իհարկե սխալներից պատմագիտական կամ պատմական դասագրքում տեղ գտած, բայց մինչ այդ ուզում եմ 3 առաջ օրներ կարծեմ թե հանրայինում հերթական քննարկումներ դասագրքի հեղինակի Սմբատ Հովհաննիսյանի մասնակցությամբ Dialog podcast-ի եթերում Պետրոս Ղազարյան հանրային հեռուստաընկերության մեկնաբան եւ որքան է տարօրինակ է հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյան այդ քննարկմանը մասնակցում, երկուսից որևէ մեկը պատմաբան չէր եւ քննարկում էին պատմության դասագրքին վերաբերող հարցեր։ Արդեն կարծեմ թե 3-րդ անգամ էր Սմբատ Հովհաննիսյանը հանրային հեռուստաընկերության տաղավարում ձեզ հրավիրել են երբևէ։ Բարև ձեզ, նորից շնորհակալություն հրավերի համար։ Եվ պետք է ասեմ, որ հենց այդ հաղորդումը տեսնելուց հետո էր, որ այնուհետև դուք հրավիրեցիք, ես համաձայնվեցի գալ ձեր տաղավար, որովհետև ինքս առաջ այդքան հակված չէի տարբեր լրատվամիջոցներին հարցազրույց տալ, բայց պետք է անդրադառնամ մի քանի հանգամանքի վրա։ Նախ ամեն ինչ արվում է ցույց տալու, թե դասագրքի վերաբերյալ, այդ դասագրքի վերաբերյալ քննարկումները ունեն քաղաքական բնույթ։ Դա այդպես չէ։ Իհարկե կան այս կամ այն քաղաքական ուժեր, որոնք դասագրքի վերաբերյալ տրված մեկնաբանությունները կարող են օգտագործել այս կամ այն քաղաքական նպատակներով։ Դա շատ նորմալ է, դա այդպես էլ լինելու է, եթե մենք 7 տարի առաջ այս իրողությունը ունենայինք, դա կանեին այն ժամանակվա ընդդիմադիր ուժերը, հիմա անեինք այժմյան ընդդիմադիր ուժերը, սակայն պետք է զանազանել այս ամենը առողջ գիտական քննարկումներից, այսինքն փորձ է արվում առողջ գիտական անաչառ քննադատությունները, խոսքը, խորհուրդները, աջակցությունը մեկտեղել մեկ կոնտեքստի մեջ, ինչը ինձ համար անընդունելի է։ Երկրորդը ներողություն եմ խնդրում, տեսեք, շատ ցավալի է, որ հանրային հեռուստաընկերությունը, որը կարծես թե նաև մեր հարկերի շնորհիվ է իր գործունեությունը ծավալում, այս թեմայի վերաբերյալ դրսևորում է միակողմանի գիծ։ Այսինքն նույն Սմբատ Հովհաննիսյանը 3 անգամ կանչվում է հանրային հեռուստաընկերություն եւ կարծես թե այնպեսի նպատակ է, որ նրան տանում են այնտեղ, որպեսզի արդարացնեն այս դասագիրքը եւ ցավալին այն է, որ դեռևս ես չեմ տեսել, որ հանրայինում այս առումով կանչեն հարցազրույցի, կարևոր չէ ինձ, մեր գործընկերներին, որովհետեւ միայն ես չեմ անդրադարձել, նաև այլ գիտնականների, իսկ այդպիսի գիտնականներ եւ բավական հեղինակավոր գիտնականներ եղել է նույն պատմության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, նույն դոկտոր պրոֆեսոր Հայկ Դեմոյանը, նույն պատմական գիտությունների թեկնածու Արման Մալոյանը եւ այսպես մենք կարող ենք այս թիվը վերջերս Սամվել Պողոսյանը, դոկտոր պրոֆեսոր հանդես եկավ, Հայկ Ավետիսյանը հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հնագիտության եւ ազգագրության ամբիոնի վարիչ դոկտոր պրոֆեսոր եւ տարբեր գիտնականներ, Շիրակի պետական համալսարանից եւ կարծես թե այս գիտնականների թիվը ավելանում է։ Եվ օրինակ ինձ համար շատ տարօրինակ է, որ կանչում են ընդամենը 1 հոգու դասագրքի հեղինակին եւ փորձում են արդարացնել այս դասագիրքը, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ այս դասագրքում տեղ գտած որոշակի դրվագներ գրվել են որոշակի միտումով։ Ես ուզում եմ նախ հասկանալ, ես որ դպրոցական էի, իմ սերնդի դասագրքերը ունեին մի քանի հեղինակներ, ձեր սերնդին չգիտեմ ինչպես էր։ Մեր սերնդի դասագրքերն ունեին մի քանի հեղինակներ, լիներ դա հայոց լեզու, բնագիտական առարկաներ, թե հայոց պատմություն առավել եւս։
Հայոց պատմությունը այն առարական է, մեր ժողովրդի պատմությունը, որ տարածական եւ ծավալային իմաստով բազմաշերտ է եւ մեծ հետաքրքրություններ է առաջացնում ըստ էության, այդքան հեշտ բան է դասագիր գրելը, որ դա վստահվել է մեկ հոգու։ Գիտեք, ես ինքը շատ զարմացա, երբ որ տեսա, որ դասագրքի հեղինակը մեկ հոգի է, որովհետեւ խնդիրը վերաբերվում է տարբեր ժամանակահատվածների, սկսած նախապատմական ժամանակահատվածից մինչև Բագրատունիների թագավորության անկումը։ Այսինքն սա ահռելի ժամանակաշրջան է, որոնք պահանջում են խիստ նեղ մասնագիտական գիտելիքներ։ Եվ ինձ համար խիստ տարօրինակ էր, որ ընդամենը մեկ հոգի է գրել այս աշխատանքը։ Ինձ համար նաև խիստ տարօրինակ է, որ այս աշխատանքի, այս դասագրքի խմբագիրը հենց դասագրքի հեղինակի կինն է։ Իդեպ ինքն է դրա մասին տեղեկացրել իր Facebook-յան գրառման մեջ, դա փակ բան չի, ինքն էր հենց գրել, որ հպարտությամբ նշել։ Գիտեք, ես չեմ ուզում շատ Սմբատ Հովհաննիսյանին մեղադրեմ, նաև գիտեմ, որ իր հայրն է մահացել եւ նորից ցավակցում եմ նրան այս հարթակը օգտագործելով։ Մենք ենք միանում ցավակցություններին, Աստված թող հոգին լուսավորի, բայց պետք է ասեմ, երբ որ նա հանրայինի եթերում անվանում է զավեշտ, օրինակ, երբ որ քարտեզների մեջ ես ինքս մատնանշել եմ, որ այնտեղ նշված տեղանունների տեղադրումը, տեղայնացումը թեական է եւ նա այն անվանում է զավեշտ, ինձ համար առաջին հերթին զավեշտ է, երբ որ իր գրած դասագրքի խմբագիրը իր կինն է։ Եվ այստեղ կարելի է տեսնել նաեւ որոշակի ռիսկեր։ Կոռուպցիոն է թվում։ Գուցե։ Հովանավորչական։ Ես չեմ կարող ասել, որովհետեւ բնականաբար իր ընտանիքի անդամն է գրում, սովորաբար օրինակ շատ հաճախ երբ որ մրցույթներ են լինում, ինչ որ դեպքեր են լինում, այնտեղ նաև հարցնում են ձեր արդյոք մեկը կա, որ ձեր ընտանիքի անդամ եք, ազգակցական կապ ունի ձեր հետ, թե ոչ։ Այսինքն ես կարծում եմ, որ այս դասագիրքը գրելը եւ խմբագրելը բավական կշահեր, եթե դասագրքի հեղինակը իր կնոջը չվստահեր այս դասագիրքը խմբագրելու առաքելությունը։ Դուք կուրարտական պատմության ժամանակաշրջանի մասնագետ եք, կուրարտագետ եք։ Ձեզ դիմել են, առաջարկ եկել է լինի պատվիրատուից, մասնակցային դպրոց այդ կազմակերպությունից, որի տնօրենը Վահրամ Սողոմոնյան անունն ունի, թե կամ, ասենք, դասագրքի հեղինակից, որ փորձի ինչ որ կապել նաև պատվիրատուների հետ, որ այդ բաժինը կոնկրետ դուք օգնեք, չեմ ասում գրեք, լավ, օգնեք խորհուրդներով։ Շատ լավ հարց եք տալի, տեսեք, ոչ թե իրենք են դիմել, այլ մենք ենք իրենց դիմել։ Գարնանը մենք նամակ ստացանք մասնակցային դպրոցից, որպեսզի աջակցենք ուրարտական ժամանակաշրջանի լուսանկարներով, տրամադրենք լուսանկարներ։ Եվ ես ինքս Վահրամ Սողոմոնյանին, մասնակցային դպրոցի տնօրենին, դիմել էի հայտնելով մեր աջակցությունը, որ Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանը պատրաստ է աջակցել, բնականաբար խոսքը գնում է անվճար, անշահախնդիր աջակցության մասին եւ այդ դասագրքի, ուրեմն ուրարտական ժամանակահատվածը նայելու, գուցե ինչ որ խորհուրդներ տայինք, սակայն մեր այդ առաջարկը մերժվեց, պատճառաբանելով, որ ժամանակ չկա եւ Սմբատ Հովհաննիսյանն է հեղինակը եւ ժամանակ չկա։ Այսինքն մենք ենք հանդես եկել, մենք ենք այդ ձեռքը մեկնել մասնակցային դպրոցին եւ սովորաբար նման գործելավոճը ինձ համար մի քիչ տարօրինակ է։ Ես մի քիչ լավ չհասկացա, մի հատ էլ հասկանանք այս մասը։ Այսինքն դասագիրք է գրվում 7-րդ դասարանի համար, սերունդներ պիտի կրթվեն, որտեղ դասագիրքը բոլորս է գիտենք, չէ՞, 1-2 տարվա համար չի գրվում բնականաբար, եւ դուք իրենք ձեզ չեն դիմում, դուք դիմում եք դասագրքին աջակցություն, բաժինը կոնկրետ բաժին աջակցելու գրելու հարցում, ու ձեզ ասում են ժամանակ չկա։ Մենք չենք առաջարկել գրելու հարցում։ Մենք առաջարկել ենք նայել այդ գրված Ուրարտուի հատվածը, Ուրարտուի գլուխը, կարծիք տալ, որը բնականաբար շատ օգտակար կլինի։ Տեսեք, օրինակ ես ինքս որպես գիտնական, երբ որ մի գիտական աշխատություն եմ գրում, սովորաբար այն նախքան տպագրելը ուղարկում եմ տարբեր գիտնականների, որովհետև ինձ համար շատ կարևոր է լսել նրանց դիտողությունները,
կարող են նրանք մատնանշել թերություններ, որոնցից ամանչել պետք չի։ Այ արդեն կարելի է ամանչել, երբ որ դրանք տպվեն, հա, եւ դրանք մենք հաշվի չառնենք։ Այսինքն մեր կողմից եղել է հստակ առաջարկ մասնակցային դպրոցին, որ մենք կարող ենք մեր աջակցությունը ցուցաբերել ուրարտական գլուխը նայելով, նաեւ գուցե խորհուրդներ տանք, որը մերժվել է, փաստացի մերժվել է։ Մեզանից միայն ուզել են լուսանկարներ, չնայած նրան, որ մեր առաջարկը մերժվել է, եւ մենք հասկանում ենք, որ խոսքը գնում է մատաղ սերնդի կրթության համար, մենք տրամադրել ենք նաեւ բավական թվով լուսանկարներ, ընդ որում որը իրենք պետք է անեին։ Այսինքն իրենք գումար են ստանում դրա համար եւ իրենք պետք է կներեք բարի լինեին եւ իրենք գտնեին այդ լուսանկարները, այսինքն իրենք տարբեր հաստատություններից վերցրել են տարբեր լուսանկարներ, մենք էլ ուրեմն եւս գնացել ենք ընթառաջ նրանց եւ այդ դասագրքի համար լուսանկարներ ենք տրամադրել, իսկ մեր առաջարկը օգտակար լինել գոնե Ուրարտուի գլխի վերաբերյալ մերժվել է։ Բովանդակային կողմին կանադառնանք իհարկե, ես ուզում եմ հիմա երեկվա այդ հաղորդման քննարկումից հետեւյալ եզրահանգմանը եկանք, որ այս դասագիրքը ըստ Սմբատ Հովհաննիսյանի զերծ է պաթոսից, զերծ է կեղծիքներից, ինքն ասում է չեմ խաբել, պաթոսախեղճ չեմ արել, կեղծիքներ չեմ ներկայացրել, Տիգրան Մեծի ժամանակաշրջանի քարտեզները միջև Չինաստան չեմ հասցրել, այսինքն նախկինում մինչև այսօր եղած հայոց պատմության դասագրքերում կեղծիք է եղել, կեղծված դասագրքերով ենք մենք, դուք, մյուսները մինչև այս դասագիրքը սովորել։ Յուրաքանչյուր դասագիր կարծում եմ անմասն չեն որոշակի թերություններից։ Եվ նախկինում արված դասագրքերում իհարկե եւս կան բացթողումներ, եւս կարող են լինել այնտեղ խնդիրներ, որոնց հետ այս կամ այն մասնագետը կարող է համաձայն չլինել։ Սակայն ես այդ դասագրքերում չեմ տեսել միտում։ Ինչը տեսնում եմ այստեղ։ Եվ շատ լավ կլիներ, երբ որ Սմբատ Հովհաննիսյանը խոսում է, այ բերեին նրա դիմաց նաև նստեցնեին այլ մասնագետների, ովքեր այլ կարծիք ունեին, այսինքն լիներ առողջ բովանդակային քննարկում, ոչ թե մեկ անձի մենախոսությունը հանրային հեռուստաընկերության եթերում։ Ինչու՞ չեմ վերում, պարոն Բադալյան։ Ես չեմ կարող ասել, բայց արդեն փաստ է, որ 3 անգամ վերջինս հանդես է գալիս Հայաստանի գլխավոր հեռուստաընկերության եթերում, ինչ վերաբերվում է պաթոսին եւ ոչ պաթոսին։ Տեսեք, ինձ համար շատ տարօրին նախ առաջինը եկեք մի հատ շատ կարեւոր հանգամանքի վրա անդրադառնանք։ Բոլորը կենտրոնացած են Սմբատ Հովհաննիսյանի վրա։ Սա նույն բանն է, գիտեք, մի շատ հետաքրքիր պատում կա, երբ որ վարպետը իմաստուն ուսուցիչը իր աշակերտներին է հրավիրում, ցույց է տալիս մի սպիտակ թուղթ եւ մեջտեղում սև շրջանակ եւ ասում է դուք ինչ եք տեսնում եւ բոլորը ասում են, որ մենք տեսնում ենք սև շրջանակը, բոլորը կենտրոնացած են սև շրջանակի վրա, սակայն նրանք բաց են թողում սպիտակ թուղթը։ Պատվիրատուն։ Հիմա խնդիրը այստեղ մենք կենտրոնացել ենք Սմբատ Հովհաննիսյանի վրա, Սմբատ Հովհաննիսյանը այս գործընթացի ընդամենը մի մասն է։ Եւ նաեւ ես գիտեք, ինձ համար նաեւ տարօրինակ է, երբ խոսում են ասում են կրթության նախարարությունը, ԿԳՄՍ նախարարությունը պատվիրատուն է եւ պետք է նաեւ բարդում են այն կողմի վրա։ Այստեղ խնդիրը կա մասնակցային դպրոց եւ այդ մասնակցային դպրոցը նախ մենք պետքա մի հատ հասկանանք ովքեր են կանգնած այդ մասնակցային դպրոցի հետևում։ Ով է մասնակցային դպրոցի ղեկավար Վահրամ Սողոմոնյանը, որտեղ է աշխատել։ Ես ինքս հանդիպել եմ Վահրամ Սողոմոնյանի հետ եւ փորձել եմ առողջ քննարկման առաջարկ անել։ Ցավոք պետք է ասեմ, որ այո, նա բավական պատրաստված անձնավորության տպավորություն էր թողնում, բայց նրա մի շարք գաղափարներ, որ մեր հանդիպման ժամանակ եղան, ուղղակի ինձ ահավոր զարմացրեցին, օրինակ երբ որ մենք խոսում ենք, նա կարծես ինձ հասկացնում էր, որ մենք Ուրարտուի հետ ուղիղ կապ չունենք։ Այսինքն։ Այո, եւ երբ որ ես նրան ասում էի, դա մեր ինքնության մասն է, մեր ժառանգության մասն է, նա ինքը ինձ ասում էր, որ ինքը ասաց գուցե եւ շատ հնարավոր է, որ
չգիտեմ, նա ձայնագրած լինի կամ ձայնագրած չլինի, բայց ես բավական լավ եմ հիշում ինչ ա եղել այս խոսակցության ժամանակ, նա երբ որ ես ասում եմ, որ դա մեր ինքնության մասն է, մեր ժառանգությունն է, ինքը ինձ ասում էր, որ եկեք դուք ուրիշ ձև եք դիտարկում, ինքը ուրիշ ձև է դիտարկում եւ եկեք ինքնություն, ժառանգություն, այս ամենը թողնենք, նաեւ նշում էր, որ Էրեբունին սովետի ժամանակ Էրեբունին Երևանի հետ կապն էր կասկածի տակ դնում եւ նշում, որ սովետի ժամանակ դա կարող եք իրան հարցնել, ասել ինչպես եք կարծում այս ամենի շուրջ, կարծում եմ եթե նա անաչառություն ունի, պետք է այնպես պատասխանի, ինչպես որ իմ հետ հանդիպման ժամանակ էր ասում, նա ասում էր, որ Էրեբունին կապ չունի ուրեմն այսօրվա Երևանի հետ, դա սովետի ժամանակ արված միֆ էր։ Երկրորդ եւ վերջինը, երբ որ ես նրան հարցրեցի, ասացի, իսկ դու կարող ես թուրքերի հետ ուղիղ կապ ունես, որովհետեւ նաեւ, չգիտեմ, համացանցում խոսակցություններ էին տարածվում տեղեկություններ, որ նա Թուրքիայում է եղել եւ այլն, ինչը այս պարագայում ինձ այդքան շատ չէր հետաքրքրում, բայց այդ ժամանակ այդ կոնտեքստը բխեց դրանից, նա ասաց թուրքերի չէ, բայց մենք հավանաբար մոնղոլների հետ կապ ունենք, որովհետեւ մոնղոլները հետք են թողել այստեղ եւ երևի մենք կապ ունենք մոնղոլների հետ։ Ես նրան իհարկե ասացի, որ գուցե նա մոնղոլների հետ կապ ունի, բայց ես ինքս մոնղոլների հետ հաստատ կապ չունեմ եւ նա պետքա տեղյակ լինի նաեւ արված ԴՆԹ ուսումնասիրությունների վերաբերյալ, որտեղ հայերը ամենակիչ թվով տոկոսը ունեն այդ թաթար-մոնղոլական մուտացիայի ուսումնասիրությունների համատեքստում, այսինքն նման գաղափարներով առաջնորդվող մարդն է, ով այս դասագրքի պատվիրատուն է, այդ կազմակերպության ղեկավարը։ Շատ լավ, պարոն Բադալյան։ Այդ դասագրքի պատվիրատուին ով է պատվիրակել պատվիրատու լինել։ Այդ դասագրքի պատվիրատու, ես կարծում եմ, որ հենց այդ դասագրքի պատվիրատուին պատվիրակողներն էլ, հա, հենց պետք է նաև այսպես ասած, սա մեծ պատասխանատվություն է եւ նրանց հարցնեն, այս ինչ եք դուք արել, անընդհատ խոսքը գնում է, նաև ես եմ նաև լսում, որ տեսեք, եթե դու պետական պաշտոնյա ես, կամ եթե դու պետական աշխատող ես, դու իրավունք չունես խոսելու ինչ որ նման երևույթների նկատմամբ։ Ընդհակառակը, ես կարծում եմ, որ պետությունը, պետական գերատեսչությունները պետք է շնորհակալ լինեն ինձնից եւ իմ նման գիտնականներից, ովքեր բարձրաձայնում են այս խնդիրները, որովհետև ինձ համար չափազանց կարևոր է կրթությունը եւ ճշգրիտ կրթությունը։ Այո, ես դեմ եմ նաեւ նախկին դասագրքերում այդ ազգային սնապարտությամբ արված տեսակետներից եւ ես տարբեր տեղերում դրա դեմ արտահայտվել եմ եւ այո դեմ եմ։ Բայց գոնե այնտեղ ինչ է լինի, այնտեղ ես այդ միտումը չեմ տեսել։ Այստեղ կա հստակ միտում։ Հստակ եւ այդ միտումը փորձ է արվում քողարկել։ Տեսեք, Ուրարտուի քարտեզի առումով։ Խնդրեմ։ Ուրարտուի քարտեզը, պարոն Բադալյան, ինչ նկատառումներ ունեք այս քարտեզի վերաբերյալ։ Տեսեք, ուրեմն այստեղ չի երևում, գրված էր, որ ներկայացված է Ուրարտուի 743-ից 700 թվականների քարտեզը եւ երբ ես նշեցի, նրանք ասացին, որ տեղի է ունեցել շփոթմունք եւ պետք է ներկայացված լիներ Իշպույնի թագավորի ուրեմն գահակալության ժամանակվա քարտեզը, նաեւ նշեցին, քանի որ Իշպույնին ինքը միազնյա չէր կարող ներկայիս Նախիջևանի, չունենք նման տեղեկություն Նախիջևանի տարածք հասած լիներ, Սմբատ Հովանիսյանը նշեց, որ դա եղել է Իշպույնի եւ Մենուայի ուրեմն ժամանակաշրջանի, նաեւ այդ ժամանակաշրջանի քարտեզը։ Եվ նախ առաջինը հարց է առաջանում Ուրարտուն հայ ժողովրդի պատմության կարևորագույն մասերից մեկն է եւ Ուրարտուն կայսրություն էր ըստ երևույթին հայկական լեռնաշխարհի տարածքում ձևավորված առաջին կայսրությունը եւ այն ժամանակ հին մերձավոր արևելքի ամենահզոր տերություններից մեկը։ Ինչու են մեր ուրեմն հեղինակը Սմբատ Հովանիսյանը եւ մասնակցային դպրոցը որոշել դնել այս քարտեզը, որտեղ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը ներառնված չէ ուրարտական
թագավորության կազմում, այսինքն տեղից Էրեբունին կտրվում է կոնտեքստից, ներկայիս Հայաստանը գիտեք նաև երեխաների համար շատ կարևոր է տեսողական հիշողությունը, բայց նաև ցավալին այն է, որ Իրանը, տեսեք Ուրմիա լիճն եք նայում, Իրանի ուրեմն հատվածը եւս չկա այնտեղ։ Եվ ցավոք դասագրքի հեղինակը խորը գիտելիքներ չունի ուրարտական պատմության վերաբերյալ, նա նայել է այս կամ այն գիրքը եւ պետքա ցավով նշեմ, որ դասագրքում շատ տեղերում տեղիք է տրվել վարկածներին, ենթադրություններին, հիպոթեզներին, այս կամ այն վարկածը, այս կամ ինչ-որ մի հեղինակի, թեկուզ նաև հեղինակավոր մասնագետի ենթադրությունը վերցվել է եւ ներկայացվել է որպես բացարձակ ճշմարտություն, ինչը տեղին չէ։ Պատկերացրեք, ես ինքս մասնագետ եմ, վերցնեմ դասագիր գրեմ եւ իմ ենթադրությունները հրամցնեմ որպես բացարձակ ճշմարտություն։ Նախ առաջինը ես պետք է խուսափեմ իմ վարկածները, իմ ենթադրությունները դնել այդ դասագրքում, որովհետեւ դա այդքան էլ բարոյական չէ։ Հիմա նայեք, այս քարտեզը, որ նայում եք, ինքը ուղղակի գիտական առումով նախ նման քարտեզներ չեն կազմում, պետք է նախ խորհրդակցել քարտեզագիրների հետ։ Տեսեք, նայեք, ներկայացված է Թուրքիայի տարածքում եւ Ադրբեջանի տարածքում։ Դուք գրել եք, որ թուրքական երազանքն են։ Ուրեմն տեսեք, ցավոք սա անում են թուրքական պատմական, նման ուրեմն դրսևորումներ առկա են թուրքական պատմագրության մեջ, ես ինքս նաև ուրեմն գրել եմ հեղինակավոր Ancient West and East բարբերականը, ինձ խնդրեցին, որ ես գրեմ թուրք, այսպես կարելի ասել, պալատական հնագետ Շևքեթ Դոնմեզի գրքի վերաբերյալ գրախոսականը, որտեղ ամեն ինչ արվում էր, որպեսզի մինիմալացնել հայերի ներկայությունը այստեղ, նրանք եկվոր էին, նրանք կապ չունեին Ուրարտուի հետ եւ էլի նման sense կամայական ուրեմն դրսևորումներ ունեն։ Հիմա տեսեք, այս քարտեզին անդրադառնամ, հետո եկվորության մասին կխոսենք։ Տեսեք, նախ առաջինը մենք նշեցինք, Սմբատ Հովհաննիսյանին ցույց տվեցինք, որ նույնիսկ Իշպույնի Մենուայի ժամանակ կա փաստ, որը ցույց է տալիս, որ այդ գահակալները հասել են առնվազն մինչև Սյունիք։ Այդ մեկ, նա կրկին այսպես արդարանում էր, որ չէ, Արաքսը չեն անցել, դա բացարձակ, դա պատմական ճշմարտությունն է, ես նրան խորհուրդ կտամ այն հատվածների մասին, որ ինքը չգիտի, նա գիտելիքներ ուղղակի կարելի է ասել այդքան խորը գիտելիքներ չունի, ես նրան խորհուրդ կտամ զերծ մնալ ու ամեն անգամ կրակի վրա յուղ չլցնել, որովհետև ամեն անգամ նրա բաները, ինտերվյուները ամեն անգամ կրակի վրա ջուր են լցնում եւ ցույց են տալիս, կներեք, նրա տգիտությունը, կրակի վրա յուղ լցնելը ցույց է տալիս նրա տգիտությունը տվյալ ժամանակաշրջանի վերաբերյալ։ Ես ներողություն եմ խնդրում, որ արդեն նման տոնայնությամբ եմ խոսում, բայց այլ ընտրանք չունենք։ Տեսեք, Արարատ լեռ, որը մեզ համար սրբազան լեռ է, գրված է հարցականով Ուրուրուտ։ Կներեք, ով է, որ միած սկզբնաղբյուր կարող եք ցույց տալ ինձ, որտեղ ուրարտական սկզբնաղբյուրներում նման լեռ լինի, այն էլ Ուրուրուտ անունով։ Չկա նման սկզբնաղբյուր։ Այսինքն սա Արարատը ձև է խեղելու միջոց է։ Տեսեք, Ուրմենիուքինի նման տեղանուն ուրարտական արձանագրություններում ոչ միայն ասորեստանյան հիշատակված չէ։ Դիադուխի մենք չունենք, կա դիաուխի, այսինքն սխալ են արել, եւ դիաուխին պետք է տեղակայվի Կարինի ուրեմն տարածաշրջանում։ Կոլխիդա այդ ժամանակաշրջանում մեզ հայտնի չէ Կոլխիդա ուրեմն տեղանունը ուրարտական սեպագիր աղբյուրներում հայտնի է Կուլխա տեղանունը եւ եթե նա բերում է ուրեմն Իշպույնի ժամանակաշրջանի քարտեզ, ապա Կուլխան հիշատակվում է շատ ավելի ուշ։ Այսինքն եւ նաեւ նա բերում է, որ տեսեք Էթիունի համադաշնությունը, Էթիունի պետությունը, նա պետք է մի հատ հասկանալ, երբ որ նա պետք է էլի գիտելիքներ ունենա Էթիունիի մասին։ Ես ինչու եմ այսպես խոսում, որովհետեւ երբ որ նա համարձակվում է մեր ասածները զավեշտ անվանել, ոչ միայն իմ, երբ որ օրինակ մեր շատ հարգարժան գործընկեր Հայկ Դեմոյանի դիտարկումներն են ծաղրի առարկա ենթարկվում ՀՄԿ-ի եթերում, մենք ստիպված ենք, ես ինքս ստիպված եմ խոսել նման տոնով, որովհետև նրանք տարական գիտելիքներ չունեն, խորքային գիտելիքներ չունեն, այն
ինչի մասին, օրինակ ես քարտեզը դրվել եմ, տեսեք ես քանի սխալ այստեղ մատնանշեցի։ Վանի հետ տեսեք գրած է մեկը Սևանա լիճ, այնտեղ Տուշպածով։ Որտեղից մենք ունենք սկզբնաղբյուր, որ Վանա լիճը հիշատակվել է որպես Տուշպածով։ Մինչդեռ կան վիճելի, որ Նայրի երկրի վերին կամ ներքին ծովը գուցե կարող է լինել Վանա լիճը։ Այսինքն այս մանիպուլյացիաները, սա բոլորը տեղավորվում են թուրքական, այսպես ասած ճակերտների մեջ, ուրարտագիտական նկարտումների մեջ։ Հենց թուրքերն են, ընդ որում ասեմ, ըստ երևույթին առնվազն այս ամենը սկսվել է Քազիմ Կարաբեկիր Փաշայից։ Ես եթե չեմ սխալվում, արխիվում կա փաստաթուղթ, որտեղ Քազիմ Կարաբեկիր Փաշան բանակցությունների ժամանակ խոսում է, որ հայերը կապ չունեն, հա, Ուրարտուի հետ։ Եվ հետագայում Կարմիր թելի պես այս գիծը գնացել է ուրարտական պատմագրության, հնագիտության մեջ, շատ հաճախ Ուրարտու բառը, որ գրում են, տանում են միջև Արաքս գետը, միջև ինչպես այստեղ է արված։ Եվ ինձ համար իհարկե սա միտում է։ Օրինակ լավ կլիներ, որ իրանք ասեին, այո, սխալվել ենք, եւ մենք ասել ենք, բերեք ձեզ տանք ճիշտ քարտեզներ։ Օնլայն հարթակում դրեք աշակերտներին, այս ուղեք այս ամբողջը Ուրուրուտը, Դիադուխին, Կոլխիդան, այս մյուս տեսեք քանի հատ սխալ կար մենակ այստեղ, քանի հատ սխալ։ Այսինքն սա իրենք ասում են, որ 1 տարի հետո դա 1 տարի հետո կքննարկվի, ինչ որ իրանք կայք են սարքում եւ գիտեք հետո արդեն երբ որ ես օրինակ մենք շատ ենք ուզում նաեւ իրենց ուղարկել փաթեթ դիտողությունների, բայց այդ դիտողությունների փաթեթը մենք իրենց չենք ուղարկի, որովհետեւ արդեն անիմաստ ենք այս ամենը տեսնում եւ որովհետեւ ամեն ինչ արվելու է որ ժամանակ ձգվի եւ 1 տարի անցնի, հետո կտեսնենք ինչ կլինի։ Միտումը ո՞րն է, պարոն։ Միտումը, տեսեք, նույն այս ամենը ինչ որ կա, գոնե ես ինչի մասին խոսում եմ, նույնը ասում են թուրքական, ոչ թե առողջ, որովհետեւ Թուրքիայում եւս կան առողջ գիտնականներ, լուրջ ուրարտագետներ, այդ ազգայնամոլական, պալատական հնագետները, պատմաբանները, այսինքն որոնք պետական գծի մեջ են, այնտեղ ասենք մենք օրինակ հնագետ ունենք, որ ցույց տա թե ինչքան այդ գծի մեջ է, ուրարտական տաճարի դեմը նամազ է անում, մյուսը գիրքա գրում, որ ամենձև հայերը կապ չունեն Ուրարտուի հետ, եկան եկվոր էին, էլի փրուգյացիների հետ, եւ իմ համար այս եկվորության մեջ ուրեմն տեսեք գենետիկական հետազոտությունները վաղուց հերքել են հայերի եկվոր լինելու ուրեմն վարկածը եւ վերցնել եւ այդ վարկածը առաջինը գրել, հետո կապ չունի ինչ արդարացումներ են գրելու, նա գրում է որ բայց ես գրում եմ որ մենք այստեղ ենք եղել, բայց եթե գրում ես ինչի ես այդ վարկածը դրել։ Ասում են Բալկանյան ծագման մասին վարկածը գրել են, որովհետեւ իմ խնդիրն է, ես խնդիր ունեմ դասագրքով աշակերտների մեջ քննադատական մտածողություն ձևավորել։ Քննադատական մտածողություն ձևավորել նրա մասին, ինչը արդեն մերժված է եւ հերկվում է նոր ժամանակակից, գերժամանակակից հետազոտությունների արդյունքում, եւ այս առումով պետքա զգուշ, բավական զգուշ լինել եւ այնտեղ նշվում է, որ մեր նախնիները Փրուգիայից, Բալկաններից եկած գաղութարարներ են։ Այս ամենը նաեւ տալիս է որոշակի հիմքեր, որ մեր հարևանները ասեն, տեսեք, ձեր դասագրքում գրած է, որ դուք եկվոր եք, հերիք չի մի հատ էլ եկվոր եք, նաև դուք գաղութարար եք։ Ընդ որում, որ այս տեսակետները կան բազմաթիվ հայերի ծագման վերաբերյալ տեսակետներ, շատ հետաքրքիր տեսակետներ եւ այս տեսակետները այնպես չի որ պարտադիր էին այս դասագրքում հրամցնել երեխաներին եւ ծանրաբեռնել նրանց կամ տանում է դնում է օազիսների, տափաստանների տեսություն եւ դա ներկայացնում է ինչ որ մի նորամուծություն։ Նա պետքա Սմբատ Հովանեսյանը մի քիչ շատ կարդա հնդեվրոպացիների նախահայրենիքի մասին, շատ կարդա վերջին տեսությունների մասին եւ օրինակ հասկանա ինչա ոսկե եռանկյունին, ինչա բարեբեր մահիկը, տերմիններ, որոնք կարելի է այստեղ օգտագործել, հա եւ նաեւ երեխաների համար կարծում եմ բավական հետաքրքիր կլինեին եւ ներկայացվում է ինչ որ նորամուծություն, որ արել է այնինչ այդ տեսությունները, որ ինքը դրել է, բավական հնացած տեսություններ են արդի գիտության մեջ։ Էլ չեմ խոսում նախնադարի մեջ արված սխալներում, նախապատմական ժամանակաշրջանի կարծում եմ իմ գործընկերները կանեն, չեմ խոսում
այդ գրվածների մասին, ես կարող եմ ասել, որ այս գիրքը Ուրարտուի առումով, տեսեք, մի հատ օրինակ բերեմ, էլի եմ բերում։ Չգիտես ինչի նա վերցրել է, անդրադարձել է հարեմին։ Ուրեմն հարեմին, Ուրարտուում հարեմին, որ կար հարեմ, եւ կարևոր բան է, որ 7-րդ դասանցի երեխան կիսովորի։ Ասենք օրինակ Մհերի դրան մասին Ուրարտուում չի գրում, որ կարևորագույն առանցքային նշանակություն ունի կրոնի համար եւ ոչ միայն կրոնի համար, բայց նա գրում է հարեմի մասին։ Ուրեմն երբ որ նա գրում է հարեմի մասին, նա գրում է, որ որպես բացարձակ ճշմարտություն ներկայացնում է, որ մենուա արքան պարծենում էր կամ նման մի բառ, այս պահին լավ չեմ հիշում, որ ամենաշատ թվով կանայք է բերել եւ նվիրաբերել Տուշպա քաղաքի հարեմին։ Տեսեք, հիմա ձեզ ասեմ, թե Սմբատ Հովանիսյանը ինչպես է խեղաթյուրել ուրիշ գիտնականի ենթադրությունը։ Ուրեմն մեր շատ հարգարժան աշխարհում շատ հայտնի Ուրարտագետ Երվանդ Գրեկյանը գրել է մի հոդված Ուրարտուում հարեմ բառի հնարավոր հիշատակության մասին։ Եվ Գրեկյան Երվանդը բերում է մենուա արքայի մի արձանագրություն, որտեղ նշվում է, որ այստեղ կա մի բառ, որը կարող է լինել հարեմ բառը ուրարտական սեպագիր աղբյուրներում, բայց նշում է, քանի որ այս արձանագրությունը խիստ թեական է, խիստ թերի է, ապա ինքը ենթադրություն է, կոնտեքստը դա է։ Այսինքն Գրեկյան Երվանդը բերում է ենթադրություն, ես էլ եմ գիտնական, ես կարող եմ ասել, օրինակ Ուրարտուում կրակի պաշտամունքը այս կերպ է եղել, մյուսը ասի ուրիշ կերպ է եղել, ինքը բերում է ենթադրություն, ինքը չի ասում, որ սա եւ նշում է, որ սա թերի արձանագրություն է եւ դա կարող է այդպես լինի։ Վաղը մյուս օրը կարող է Միրոս Սալվինին գրի, ասի, չէ, այս բառը չի համապատասխանում, ընդ որում Ուրարտուում նման երևույթները շատ են։ Հիմա Սմբատ Հովանիսյանը վերցնում է այդ վարկածը եւ դա ներկայացնում է որպես բացարձակ ճշմարտություն եւ որպես բացարձակ փաստ դնում է դասագրքի մեջ կեղծելով պատմությունը, այդ արդեն պետքա ամեն ինչ իրանց անուններով Միստր Պարտենում ասես պատմություն չկեղծում, նախկինում կեղծել են։ Եվ խոսում է, քննադատում է առաջին հերթին լավ կլինի, որ նա ունենա քաջություն, ունենա համարձակություն եւ ընդունի իր սխալները կամ Տուշպայի առումով, տեսեք, մենք իրանք գրում ենք, ասում ենք հարգարժան Սմբատին նշում ենք իմ դիտողությունը։ Ես չեմ ուզում բոլորին, որովհետեւ բոլորին, որ անդրադառնամ, այս ժամանակը չի լինի, չի գնա, բայց նա պետքա որ հաշվի առնի, որ օրինակ ես ինքս մոտավորապես 17 տարի իմ կյանքից նվիրել եմ ու հիմա էլ նվիրում եմ ուրարտական այս կամ այն շրջանի հետազոտությանը եւ հիմա էլ ես հասկանում եմ, որ շատ բաներ կա, որ նորովի են մեկնաբանվում ուրարտագիտության մեջ, ինքը շատ արագ զարգացող գիտություն է։ Խոսքը նաև հայագիտության այլ ոլորտներին է վերաբերվում։ Ինքը նշում է, օրինակ, որ մի հատ տեղ է դրել Տուշպա մայրաքաղաքի կառուցման, Տուշպայի մայրաքաղաքի մասին եւ գրում է, որ Սարդուրի առաջինի ժամանակ Տուշպան դարձավ մայրաքաղաք։ Մենք գրել ենք, որ կա փաստ, որ Տուշպան ավելի հին է, քան Սարդուրի առաջինի ժամանակ է հիշատակվել։ Եվ նա ասում է, որ Սարդուրի առաջինի ժամանակ, որովհետև նրա ժամանակ չի հիշատակվել։ Նա էլի մանիպուլյացիայի է գալիս եւ ասում է, այո, ես դրա մասին գիտեմ, ես այդ հոդվածի մասին գիտեմ, բայց ես հո չեմ նշում, որ Տուշպան հին է։ Ես նշում եմ, որ Տուշպան Սարդուրի ժամանակ դառնում է մայրաքաղաք։ Մինչդեռ հիմա հարգարժան Սմբատ Հովանիսյանին էլի ասում եմ, հարգելի պարոն Հովանիսյան, դուք չեք կարող բերել որևէ մի փաստ, ոչ թե ինչ-որ մեկի ենթադրությունը։ Այդ ենթադրությունները կարող են լիքը լինել Ուրարտուի վերաբերյալ։ Օրինակ ենթադրություն կա, որ Տուշպան ընդհանրապես սկզբնական փուլում ու բավական լուրջ հիմնավոր ենթադրություն չի եղել ու այդ Ուրարտուի վերնախավի տարածքի մի մաս։ Նա տեղյակ է դրա մասին, կարծում եմ տեղյակ պետքա լինի։ Եվ Սարդուրի առաջինի արձանագրությունում ընդամենը բերվում է մի արձանագրություններ նույնանման Վանի լանջի ստորոտին կառուցված շինության արձանագրություններում ասուրերենում, որտեղ բառ անգամ չկա Տուշպայի մասին։ Նա ասում է, ես բերել եմ քարեր, կառուցել եմ այս կառույցը։ Ընդ որում ինչ կառույց է այսօր ուրարտագիտության մեջ, դրանք ուրեմն
շատ տարբեր տեսական, թեական կարծիքներ կան։ Այսինքն նա եւս դա ներկայացնում է որպես բացարձակ ճշմարտություն։ Եվ դրան մասին խոսեցիք, պարոն Բադալյան։ Այդ նույն հաղորդման ժամանակ, օրինակ, Տիգրան Հակոբյանը եւ Սմբատ Հովհաննիսյանը կիսում էր այդ կարծիքը։ Տիգրան Հակոբյանն ասում էր, որ մենք կարծրատիպերով ենք պատմություն սովորել, օրինակ Սասունցի Դավիթ էպոսը ընդունել ենք որպես իրողություն, իսկ ցեղասպանության մասին պատմությունները որպես բացարձակ ճշմարտություններ, մինչդեռ պետք է տեսեք ինչն է կասկածի տակ դրվում, էլի արդեն ինչի մասին ենք խոսում, եւ միգուցե հենց այդ միտումով մհերի դռան մասին հիշատակությունը չկա։ Տեսեք, ես ինքս չեմ կարող այս հարցին միտումներ տեսնել կամ չտեսնել, նախ լավ կլինի, որ մարդիկ տեղյակ լինեն Սասունցի Դավիթի ենթաշերտի շերտերի մասին, թե ինչքան խորը նշանակություն ունի եւ նաեւ ասեմ ձեզ այդ էպոսը նաեւ ինքը նաեւ շատ լավ մատնանշում է նաեւ մեր թերությունները։ Այո։ Եվ նաեւ այդ էպոսը լավ խորքային, այդ էպոսի արխետիպերը, այդ նաեւ զուգահեռները, հա, մենք կարող ենք նաեւ շատ բաներ սովորել նաեւ մեր թերությունները ուղղելու համար եւ նաեւ իհարկե շատ լավ է երբ որ մենք ցեղասպանության վերաբերյալ այլ կարծիքներ եւս ունենանք, բայց փաստ է որ եղել է ցեղասպանություն, փաստ է որ եղել է ցեղասպանություն, փաստ է որ այսօր թուրքական պատմագիտությունը եւ ոչ այսօր էլ իրանք ամեն ինչ անում են որպեսզի ամեն կերպ նվազեցնեն հայերի հայկականության դերը այս տարածաշրջանում։ Եվ այս դասագրքում տեղ գտած մի շարք դրվագներ կարծես թե ջուր են լցնում թուրքական, ազգայնամոլական, պետք չի դա շփոթել թուրքական լուրջ գիտական, թուրքական ազգայնամոլական, այսպես կոչված գիտության ջրաղացի։ Նման օրինակները բազմաթիվ են, ես հույս ունենամ, որ իմ տարբեր ուրեմն գործընկերներ կխոսեն այս եւ նախապատմական ժամանակաշրջանում ուրեմն երևի գրեթե չկա, որ այնտեղ չլինեն կամ վրիպակներ, խոսքը վերաբերվում է միջև հետ Ուրարտուի բաժինը, հետո նաեւ իմ գործընկերներն են նաեւ ուրեմն նայել, այսինքն գրեթե չկա այս դասագրքում, որտեղ կամ սխալ չլինի, կամ վրիպակ չլինի, կամ ինչ որ անճշտություն չլինի։ Էս է այս դասագրքի որակը։ Խնդրում եմ սրա մասին, ինքը ասում է, որ ես այդտեղ նշել եմ, որ սա ժամանակակից սահմաններով է, ես նշել եմ, որ երեխաները պատկերացում կազմեն, ես նաև մեծ է զրույցում էր ասել Հարվածուն Տերեմի, որ հույս չունենաք, որ ես Արցախից կհրաժարվեմ, երբ որ մարդիկ ասում են, որ այստեղ Արցախից հրաժարվելու եւ ընդհանրակարգ Ադրբեջանը որպես այն ժամանակ եղած պետություն ներկայացնելու մասին էր խոսքը։ Ամեն դեպքում նույն սկզբունքը չպիտի լինի քարտեզներում, պարոն Բադալյան։ Ինչու մյուս քարտեզներում չկա ժամանակակից սահմաններով այդ սկզբունքը, հենց մենակ այստեղ, որտեղ Արցախ չկա ընդհանրապես, Ադրբեջանն է, այսպես երևում, չգիտեմ ինչու եւ ինչպես վաղնջական ժամանակներում։ Տեսեք, Սմբատ Հովհաննիսյանը լավ կանի, երբ որ խոսում է այդ պաթոսներից եւ այլն, մի հատ նայ ադրբեջանական դասագրքերը, որտեղ ծավալապաշտական նկարտումները հասել են այն աստիճանի, որ ներկայիս Իրանի, ներկայիս Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի կեսը ներկայացված է որպես պատմական Ադրբեջանի կազմում, այսինքն նրանց կարելի է ամեն ինչ անել, մեզ չի կարելի։ Հա, եւ նաեւ փաստացի պետք է ասել, որ իրենք այդ համակարգը, որ ստեղծեցին Ադրբեջանում, չգիտեմ դա կեղծ էր, կեղծ չէր, չգիտեմ ինչ էր, որը իմ համար միանգամայն անընդունելի է, դա արդյունք տվեց։ Հիմա այստեղ Ադրբեջանը կա, վերևը տեսնում եք գրածա Վիրք Հայաստանի։ Հիմա հարգելի Սմբատ, այդ ժամանակ կար աղվանք։ Աղվանք չկա այստեղ։ Ինչի չենք մենք գրում աղվանք։ Ինչի են գրում Ադրբեջան։ Այսինքն տեսեք, Վիրքը կա, աղվանքը չկա։ Հա, մենք գոնե գիտենք, որ աղվանքը կամ կախյալ էր Տիգրան Մեծից, կամ գուցե Տիգրան Մեծի կայսրության տերության մաս էր կազմում, ես այդ ժամանակաշրջանի մասնագետ չեմ եւ կարող եմ միայն այս քարտեզին նայելով դիտարկումներ անել, որ առաջի հայացքից ուրեմն աչք են զարնում։ Եվ այստեղ այդ Ադրբեջան դնելը ցույց է տալի, որ Ադրբեջանը աղվանքի հետնորդն է։ Ես այդպիսի կարծիք եմ գալիս իմ մոտ։ Երկրորդը
այստեղ կարելի է շատ հեշտությամբ այս բոլորը ջնջել, Ադրբեջան, Սիրիա, Իրան եւ այլն, եւ նաեւ այնտեղ հանձնարարական դնել աշակերտներին, որ ուսուցիչներին, որ գտեք ներկայիս որ տարածքներն են, այ թող աշակերտները գնային եւ նաեւ իրենք սկսեին պրպտել, սովորել եւ այլն։ Գուցե Սմբատը ասի, հա, ես նման բաներ արել եմ, բայց սա տեսեք էլի մի հատ բաստեղում է, վիրքը գրած է, աղվանքը գրած չի։ Հա, եւ նաեւ այս ծանր ժամանակաշրջանում, զգայուն ժամանակաշրջանում, օրինակ կարելի է լրիվ ուրիշ լուծումներով այս քարտեզը դնել։ Եվ գիտեք, ամենահեշտ բանը անընդհատ նախքին մեղադրելն է։ Եկեք թողնենք այդ ամենը եւ ասենք, կա այսօր դու կրել ես պատասխանատվություն։ Այսօր դու ստացել ես պետությունից գումար, այդ թվում մեր հարկերից առաջացած գումար։ Բարի եղեք, խոսքը մենակ Սմբատին չէ, խոսքը նաեւ մասնակցային դպրոցի վերաբերյալ է։ Բարի եղեք, գրեք նորմալ, առանց սխալների, ստույգ տեղեկություններով դասագիրք։ Այո, առանց ազգային սնապարտության, բայց ոչ նաեւ առանց միտումների, որոնք ջուր են լցնում մեր ոչ բարեկամների ջրաղացին։ Եվ սա է ասածը։ Ես ինքս սկսեցի քննադատել, երբ որ սկսեցի հասկանալ, որ այստեղ լուրջ միտում կա։ Ոնց կարելի է Ուրարտուն, որը Հայաստանի համար բրենդ է, բրենդ։ Ուրարտուն կարա այսօր մեր ինքնության կարևոր մասն է եւ Ուրարտուն շատ-շատերը Հայաստանը ընկալում են Ուրարտու տերմինով։ Մենք այսօր գրեթե աշխարհի բոլոր դասագրքերում գոնե մի տողով Ուրարտուն կա։ Եվ Ուրարտուն կարա բերի այս երկիր հազարավոր տուրիստներ, այդ Ուրարտու բրենդը, ուրարտական ամրոցները, ուրարտական տուրիստը եւ բերում են։ Այսօր օրինակ Էրեբունի, ուրեմն Էրեբունու այցելուների թիվը շատանում է, չգիտեմ, տարբեր մենք հիմա օրինակ մեր գործընկերների հետ Պուշկինի թանգարանում Ուրարտուի ցուցադրություն արվեց եւ այդ ցուցադրության բացատրությունների բոլոր տոմսերը սպառվել են։ Այսինքն տեսեք 3 ամիս առաջ արդեն տոմսերը սպառվել էին։ Այսինքն նման մեծ հետաքրքրություն կա Ուրարտուի վերաբերյալ եւ սա իրոք Լուվրի թանգարանի, բրիտանական թանգարանի եւ այլ ուրեմն կարևոր հաստատությունների կողմից մեծ հետաքրքրություն կա Հայաստանի նկատմամբ նաև հատկապես Ուրարտուի առումով, հատկապես որ Ուրարտուն Հայաստանի ժառանգն է եւ բազմաթիվ իտալական, լեհական, գերմանական եւ այլ հաստատություններ նաև գալիս են Հայաստան հնագիտական եւ կամ պատմագիտական հետազոտություններ իրականացնելու նաև հենց ուրարտական ժառանգությունը եւ Ուրարտուի հետ կապված կարևոր կնճռոտ թեմաներ վերհանելու համար։ Դուք մի քանի անգամ ասացիք, որ պետք չի կենտրոնանալ Սմբատ Հովհաննիսյանի անձի վրա, բայց ինքն է թարվածներն իր վրա վերցնում, հա, ինքն է անդադար չի ընդունում որևէ սխալ, որ եղել է դասագրքում եւ ասում են հակառակը սա քաղաքական է, հատուկ են ցեղ շպրտում, որովհետեւ ինչի մասն էին խոսում ու հիմա այդ շրջանակների մեխը դա է, էլի որ նախկինում դասագրքերի տպման բիզնեսը է եղել, հա, բիզնես է եղել, կարծես թե հիմա բիզնես չի, էլի, հիմա բիզնեսները փոխվել են ուղղակի անձերն են։ Դասագրքերն էժանացել են հիմա, ընդունում են էժանացել են, չպետք է դրա մասին նաեւ չբարձրաձայնել, այո, բայց դա չի նշանակում, որ անորակ դասագրքեր պիտի մտնեն դպրոց, բացի դրանից ասում են այդ մարդիկ քանի որ զրկվել են եկամտի աղբյուրներից դրա համար է աղմուկը բարձրացվում, բայց հունչ դե մտել չէ դասագրքերի դպրոց, տարբեր դասագրքեր են մտել այս տարի դպրոց, ինչու է հենց աղմուկը այս դասագրքի վրա բերել, որտեղ խնդիրները ամենաշատը այս դասագրքի, հետո թերևս կանադառնան, բայց այս դասագրքում են չէ առարկայական խնդիրները եւ մարդիկ իրենց ոլորտներում կայացած, իրենց ոլորտներում պրոֆեսիոնալներ մարդիկ կանադառնան եւ կոնկրետ օրինակներով են ցույց տալի, ինչու են այդքան անհաղորդ այդ քննադատությունների նկատմամբ, ինչու ընդառաջ չեն գնում, կարելի չէ նստել քննարկել, այ հիմա օրինակ ես հրավիրում եմ, Հանրայինը չի հրավիրում, ես Սմբատ Հովհաննիսյանին հրավիրում եմ մեր տաղավար, չեք մերժի չէ բանավեճը Սմբատ Հովհաննիսյանի հետ հրավիրում եմ, մենք բացենք, հրավիրում եմ այս տաղավար քննարկման բանավեճի 7-րդ դասարանի հայոց պատմության դասագրքի վերաբերյալ, եթե կլինի մեր հրավերը ընդունելու պատրաստականությամբ, մենք սիրով կպայմանավորվենք եւ այդ բանավեճը իրականություն կդարձնենք։ Ինչու են այդքան անհաղորդ
Տեսեք, ես հանրային ռադիոյում էլ որ մենք գնացել ենք պարոն Արման Մալոյանի հետ, ընդ որում ասեմ Արման Մալոյանի հետ ես 30/30 ծանոթացել եմ այնտեղ, այսինքն եւ մեզ ասացին, որ իրենց եւս հրավիրել էին, իրենք չէին եկել, այսինքն մենք պատրաստ ենք այդ բաց քննարկմանը, դա շատ լավ կլինի բաց, թափանցիկ եւ տեսնենք թե ինչպես են մեր գործընկերները պատասխանելու տարբեր հարցերին, շատ ուրիշ հարցեր կա, ես չեմ ուզում դրանց մասին հիմա խոսել, որովհետեւ ես հասկացա, որ դրանց մասին պետքա նաեւ որոշ ուրեմն տեղեկություններ, սխալների պահել, որ հետո նաև պատասխանասել ձիու սանձերը այստեղ շատ փոքրիկ ընդամենը մի հատված է Վանի մասին եք նաև տեսեք խնդիրը ինչն է ամեն ինչ անում են ամեն ինչ արվում է որ այս ամենը ներկայացվի մեկ երանգով քաղաքական երանգով Ես որևէ քաղաքական կուսակցության անդամ չեմ։ Որևէ քաղաքական հոսքի չեմ պատկանում։ Ավելին ասեմ, ժամանակին ձեր մամուլը եւս ինձ անդրադարձել է, թե իբր մենք ես ինքս բանի ԿՊԱ-ական ուրեմն մանգլավիկների, այսինքն այդ ով որ գրել էր, մեջ եք բերել իր խոսքերը տեղեկություն բանն են կարել, երբ որ խնդիր կար, աշխատանքային խնդիր կար, այսինքն օրինակ ես եւ շատ իմ գործընկերներ որևէ կապ չունեն քաղաքական այդ գործընթացների հետ եւ պետք չի մեզ խառնել դրանց հետ։ Այո, բոլորն էլ օգտվելու են Այն ժամանակ էլ անդիմությունը օգտվել, հիմա էլ անդիմությունը օգտվել, մենք ողջամիտ մարդիկ ենք, թող Սմբատը լավ դասագիր գրեր եւ մասնակցային դպրոցը իր աշխատանքը լավ իրականացներ, չքննադատեին։ Ճիշտ խոսքը առողջ քննադատության մասին է։ Ես օրինակ իմ կողմից ուղղակի անընդունելի են այն վիրավորանքները, հերյուրանքները, որ կարող են հնչել դասագրքի, ուրեմն հեղինակի հասցեին, բայց կա առողջ քննադատություն, կա գիտություն։ Վիրավորում պարոն Բադալյան, մենակ դասագրքի հեղինակին չէ, այն կողմից էլ դες են տես վիրավորում։ Այն կողմից ընդ որում ասեմ, ստեղծվում է մի հատ այսպիսի քող, որ ամեն ինչ ներկայացնում են քաղաքական գործընթացների համատեքստում, այս սա է ամենացավալին։ Այսինքն սա կեղծ վահան է, կեղծ քող է, որով սկսում են պաշտպանել։ Եվ գիտեք, ես մի անգամ էլ եմ ասել, հիմա էլ եմ մի անգամ էլ եմ գրել Պատմությունը, պատմագիտությունը տալիս է բոլոր հարցերի պատասխանները։ Ինձ շատ հաճախ ասում են, այ դու չես վախենում, դու Էրեբունի թանգարանի տնօրենն ես, գնում ես քեզ գործից կարող հանեն, քո առաջ խնդիրներ լինեն, ընդ որում ասեմ, ես որոշակի բաներ տենց լսում եմ, որ այն մարդը, որ պետական պաշտոն է զբաղեցնում, նա իրավունք չունի պետության դեմ խոսալ, ես պետության դեմ չեմ խոսում։ Ես պետության համար եմ սա անում, եւ իմ երեխան, որի անունն է Թարիրիա, որը կրում է Ուրարտական թաքուհու կամ արքայադստեր անուն, վաղը մյուս օրը գալու է, նորից եմ ասում։ Եվ ինձ հարցնելու է, ասելու է հայրիկ ջան, մեր տուն անընդհատ գալիս են աշխարհի ամենահայտնի ուրարտագետները։ Դու ասում ես դու ուրարտագետ ես։ Մենք Ուրարտուի հետ կապ ունենք, ես ասել եմ իհարկե, աղջիկ ջան, ունեմ։ Ասել է, բայց քարտեզում չունենք, ասել եմ, տեղ սխալ է գրած։ Ասել է, բա դու լինելով գիտնական, ինչ որ մի բան արել ես, եւ ուզում եմ էս նաեւ ուղղել իմ տարբեր գործընկերների, ընդ որում որոնցից ոմանք գալիս են տարբեր խոսակցությունների ժամանակ, ասում են, այ Միքայել ջան, ինչ լավ է իր գրել տեղը տեղին, երբ որ գալիս է խոսալու ժամանակը, ընդ որում գիտական խոսալու Մեկ է տեսնում ես, որ այդ ասողներից շատ-շատերը խուսափում են անելու։ Հարգելիներս, ձեզանից շատերը ունեն երեխաներ, շատերը ունեն թոռներ, եւ մի օր մենք պատասխան ենք տալու առաջինը իրանց արչեւ, հետո պատմության արչեւ, եւ ամեն ինչ չի, որ հարատև է։ Ոչ պաշտոնը, ոչ նմանատիպ բաներն են հարատև։ Սմբատ Հովանեսյանին, ինձ կամ մյուսին պատմությունը տալու է, դնելու է իր տեղում։ Ցավոք սրտի ես կարծում եմ, որ եթե այսպես շարունակվի, ժամանակին, երբ որ կգրվեն գիտական աշխատանքներ դասագրքերի վերաբերյալ, ցավոք սրտի, դա իմ անձնական կարծիքն է, նորից եմ ասում, քանի որ Սմբատ Հովանեսյանը տարբեր վարկածների վրա է հիմնվում եւ այդ վարկածները
նաև շատ հաճախ օգտագործում է իր դասագրքում որպես բացարձակ ճշմարտություն ներկայացնելու, ես հիմա էլի ինձ իրավունք եմ վերապահում առաջ քաշելու մի վարկած։ Ժամանակը գալու է, անցնելու են այս ժամանակները, եւ Սմբատ Հովհաննիսյանը պատմագիտության մեջ հիշվելու է որպես պալատական եւ խավարամիտ պատմաբան։ Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, որը ես որպես վարկած իրավունք ունեմ առաջ քաշելու։ Լավ նոտայով ավարտենք, պարոն Բադալյան։ Էրեբունիի պատմահնագիտական արգելոց թանգարանը կարծես թե միջազգային լայն կապեր ունի, վերջերս դուք լուսանկար եք հրապարակել Էրմիտաժից Միխայել Պետրովսկու հետ, հետո ակնարկել եք Լուվրի հետ ինչ որ ծրագրի մասին, խնդրում եմ թանգարանի ծրագրերից մի փոքր Մեր թանգարանը այսօր հասել է այն մակարդակի, որ համագործակցում է աշխարհի այնպիսի հզոր մշակութային կենտրոնների հետ, ինչպիսիք են Բրիտանական թանգարանը, Լուվրը, Էրմիտաժը, Պուշկինի թանգարանը, նշեցի Պուշկինի թանգարանում մենք լուրջ մասնակցություն ունեցանք ուրարտական թագավորություն հին Հայաստանի ժառանգությունը խորագրով ցուցադրության բացմանը, Հայաստանից մասնակցում էին նաև Հայաստանի պատմության թանգարանը, Երևան քաղաքի պատմության թանգարանը, ինքս նաև այս ցուցադրության, այսպես ասած, համակարգողներից մեկն եմ հանդիսանում։ Լուվրի հետ մենք շատ ջերմ հարաբերություններ ունենք, հատկապես Լուվրի հին մերձավոր արևելքի դեպարտամենտի հետ, մոտ 1 ամիս հետո Էրեբունի թանգարանի մշտական ցուցադրությունը կփակվի, դա չի նշանակում, որ Էրեբունի թանգարանը չի ունենալու ցուցադրություն, մենք ունենանք ժամանակավոր ցուցադրություն, բայց մենք ներկայումս Լուվրի հետ աշխատում ենք, Լուվրի աջակցությամբ նաև Էրեբունի եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ Էրեբունի թանգարանի նոր ցուցադրության փոփոխության վերաբերյալ, այսինքն ամիսներ հետո նաև Էրեբունիում Լուվրի եւ Լուվրի մասնագետների նաև հետ համատեղ աշխատանքի շնորհիվ մենք ունենալու ենք բոլորովին նոր հագեցած ցուցադրություն։ Էրմիտաժի հետ մենք ունենք շատ ավանդույթներով համագործակցություն, եթե չեմ սխալվում, Էրեբունին միակն է հայկական թանգարաններից, որը շատ այսպես համակողմանի պայմանագիր ունի Էրմիտաժի հետ, որ եւ այդ կետերը իրագործվում են եւ փետրվարի 14-ին Էրմիտաժում բացվելու է Էրեբունի թանգարանի անկյունը 3 քննագիտական իրը ներկայանալու, իսկ մյուս տարի նաեւ Էրեբունիում բացվելու է Էրմիտաժի անկյունը։ Պատկերացրեք ինչ մեծ հաջողություն է, որ դու աշխարհի նման հաստատությունների հետ համագործակցում ես, իդեպ մեր համար կրթությունը շատ մեծ բաղադրիչ ունի, մենք բրիտանական թանգարանից հրավիրեցինք աշխարհի ամենահայտնի սեպագրի մասնագետներից մեկին, պրոֆեսոր Իրվինգ Ֆինկելին, ով բրիտանական թանգարանի խորհրդանիշներից մեկն է, եւ նա անվճար Էրեբունի թանգարանում հայ ուսանողների, մասնագետների համար 8 անվճար դասախոսություն կարդաց եւ այսօր մենք ունենք արդյունք, այդ մասնակիցներից ոմանք ուզում են սեպագրիով շարունակել եւ մասնակից դառնալ, մեր համար կրթությունը նման եւ կրթության ուրեմն հանդեպ վերաբերմունքը այս կերպ է եւ նաեւ մեր կրթական ծրագրերն են բազմաթիվ, բազմաբովանդակ եւ մեր մասնաճյուղերն են կամաց զարգանում եւ մենք նաեւ իհարկե ընդունում ենք նաեւ մեր թերությունները, աշխատանք շատ կա անելու, առաջ Աստված, որ մենք կարողանանք քայլ առ քայլ, փուլ առ փուլ այս ծրագրերը իրականացնենք։ Շնորհակալ եմ կրկին մեր հյուրը լինելու համար, պարոն Բադալյան, հարգելի հեռուստադիտողներ, կրկին քննարկում էինք հայոց պատմության 7-րդ դասանի դասագրքի խնդրահարույց թեմաները, մասնավորապես Ուրարտուի հետ կապված խնդիրները ուրարտական ժամանակաշրջանի տաղավարում հյուրընկալել էի Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Ուրարտագետ Միքայել Բադալյանին։ Կհանդիպենք։